իրենց դեմքն է, այսինքն ՔՊ-ի դեմքն է։ Ես նրան նայում եք, պետք է պատկերացնեք Ավինան Տիգրանին եւ Արամ Զավենի Սարգսյանին։ Մայրաքաղաքում նորից ծառահատումներ են։ Քաղաքային իշխանության ներկայացուցչի խոսքով հիվանդ ծառերն են կտրում։ Քաղաքապետարանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Բեգոյանի պնդմանը ակտիվիստներն են հակադարձում։ Քաղաքապետարանի, ասենց ասած, կերտած քաղաքականությունը ծառերի փոխարինման իրականությունը չի համապատասխանում։ Իրանք օգտագործում են ծառերի փոխարինում, ինչը որ ինքնին իրանից ենթադրում է ծառը անել, փոխարինել մեկ ուրիշով, բայց մենք տեսնում ենք, որ այդ ծառերը ուղղակի կտրում են, քոքահան են անում, ինչը որ հնարավորություն չի տալի, որ այդ ծառերը տեղափոխեն այլ վայրում տնկել։ Պնդումը, որ հիվանդ ծառեր են հատվում, հերքում է նաև ավականու անդամը։ Ասում է, ընտրում են մեկ հիվանդ ծառ, իսկ մնացածն այդ ծառի անվան տակ կտրում են։ Սակուրաները իրենց ցախավելներն են, էլի։ Սրա համար դուրս են գրել միլիոնավոր գումարներ, ու ես ձեզ ասեմ, ըստ իրենց սիրած օդում կախված լուրերի, տենդերները հենց իրենց մեջից, իրենց շատ հարազատ բարեկամական կապ ունեցող մարդ է շահել։ Մեկ տարում 4000 ծառ են կտրել քաղաքում, ըստ Բեգոյանի բոլորը չորացած կամ վթարային են եղել։ Սա էլ է որոշ դեպքերում մանիպուլացվում։ Երևան քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին բաշխվել է 2800 խորանարդ մետր վառելափայտ եւ տնկարանային տնտեսությունը ընդլայնվել է 1 հեկտարից դառնալով 20-ից 25 հեկտար։ Սրան զուգահեռ Երևան քաղաքում իրականացվել է խնամքի եւ սանիտարական էտի աշխատանքներ, 42,000-ից ավել ծառ 2.5 տարվա ընթացքում ենթարկվել է սանիտարական էտի։ Անդրադառնալով գարնանային էտի գործընթացին քաղաքապետարանի բուսաբանները նախկին քաղաքային իշխանությանն են մեղադրել գործընթացը սխալ կազմակերպելու համար։ Առնվազն 60-70 տարվա պատմությունն է սրանք։ Սխալ էտի այդ պահին ով ոնց հասավ այդից, այդ ամբողջը գումարվեց եւ այդ ծառերը այսօր ավելի քան Եվ իրանք իրենց ֆունկցիոնը չեն կատարում, ֆունկցիան ոնց իրենց հիմնական, ասենք, տերևազանգվածը շատ շուտ հարակվում է տերևակրով, ծակծկվում են, այսինքն ֆոտոսինթեզ էլ նորմալ չի կատարում։ Բայց պարզվում է նախկիններին սխալ էտի համար մեղադրողները հենց այդ բուսաբաններն են, որոնք հենց այդ ժամանակ պատասխանատու են եղել տվյալ գործընթացի համար։ Երևան քաղաքի կանաչ տնկակները իրենց տարիքային եւ վիճակից ելնելով շատ դեպքերում անհրաժեշտություն կա այդ ծառերին ավելի խորը միջամտություն կատարել, այսինքն իրականացնել խորը։ Հեղիները ընդհանրապես շատ դեպքերում հիվանդանում են հոլանդական հիվանդությամբ, դες լրիվ կորցնում են, ոնց որ լրիվ արդարացված է այդ հեղիների մոտ խորհետի կատարում։ Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ոչ պրոֆեսիոնալ է համարում եւ մասնագետներին եւ իրենց գործելավոճը։ Նախկին իշխանության օրոք իրանք էին գլխավորել Երևան քաղաքի ծառերի սպանդի ծրագիր, այսպես ասած, եւ իրանք խրախուսում էին ծառերի խորը էտը։ Եվ մենք տեսանք անցած տարի այդ նույն նախկին իշխանության օրոք այդ ճակերտավոր մասնագետները, որոնք խորհուրդ էին տալի ծառերի խորը էտ անել, իրանք քննադատում էին նախկին իշխանության մասնագետներին, որ ծառերի խորը էտ էին արել, այսինքն նույն մարդը քննադատում է իր արած ծառասպանդի ծառերի խորի հետ գործողությունը։ Մայրաքաղաքում ծառահատումները շարունակվում են։ Հին ծառերին փոխարինել են նոր ճապոնական ծառերը, որոնք չեն տալիս սպասված արդյունքը։ Մասնագետները պնդում են, որ այս ծառերի տեսակները չեն հարմարվում Երևանի կլիմային։ Եկեք զրուցենք քաղաքացիների հետ, բարձելու նրանց տեսակետը նոր ծառերի արդյունավետության մասին։ Դուք ընդհանրապես մտեք հիվանդանոցներ ու նաև տեսեք, թե ինչքան մանուկներ են մահանում ռակից եւ մնացած բոլոր հիվանդություններից։ Մենք օդ չունենք շնչելու, ինչի մասին է խոսքը, ինչ խոսած, ընդհանրապես այս երկրի մասին, ինչ խոսած, այս ղեկավարության մասին ավելի ճիշտ։ Նախընտրելի է նախորդ ծառերը ելներ, որ բան անեն, մի քիչ թթվածին ելներ, էլի։ Իսկ հիմա որ կտրում են, հիմա չես իմանում, երբ կաճեն, երբ չնաճի, որ բան անեն, մեծանան հովել, էլի։ Քաղաքացիները դժգոհ են, մասնագետներն էլ ահազանգում են, ծառերը Երևանի համար չեն նախատեսված, դրանք եթե անգամաճեն չեն կարողանա բավականաչափ թթվածին ապահովել, որովհետև սաղարթախիտ չեն։ Երևանյան արևի համար դրանք նուրբ են, մայրաքաղաքում էլ արևը կիզիչ է, ծառերը չեն դիմանա։
Սդամակարյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։